Բարև ժողովուրդ ջան, ապրեք որ եկել եք, բոլորիցս շնորհակալ եմ, քանի որ sense մի քիչ լավ կամերային մտնելով, թե այսօր ավելի շատ ես կփորձեմ շատ չխոսալ, ավելի շատ հետո sense կենթանի զրույց էլի։ Այսօր ինչ ենք սկսում այսօր, մի հատ էլի մեր գլխներից վեր բան ենք սկսում, մեր ծրագրերն ենք սկսում ներկայացնել։ Ագի ժամանակա մեր այս գրասենյակում չենք արել այդպես միջոցառումներ, քննարկումներ, այսօր նորից կվերսկսենք։ Այսօր դեռ ես կներկայացնեմ, այսօր մենք ոնց որ ներածականա կխոսանք ավելի շուտ այդ ծրագրային մեր փաթեթի հիմքերի մասին, որտեղ այդ կարևոր է ինչով որ դրանք ոչ թե ուղղակի sense առանձին ինչ որ լավ կամ վատ մտքերի հավաքածու, այլ կոնցեպտուալ որոշակի հիմք ենք փորձում դրա տակ դնել, իսկ հաջորդ անգամները արդեն մեր ուրեմն այդ ծրագրի խումբ ունենք, որը դրանով զբաղվում է, թիմային աշխատանք այս ինչ որ ներկայացնելու ենք, մի հոգու չէ երկու հոգու է, արդեն ամեն մեկը իր ոնց որ մեր տղաներն ու ցավոք սրտի դեռևս մենակ տղաներ են այդ խմբում, մենք շատ ենք ուզում որ աղջիկներն էլ ընդգրկվեն, բայց ոնց որ իրանց կողմից է լավ пассивությունը, մեր տղաները արդեն առանձին ոլորտային կներկայացնեն, տնտեսությունա, իրավական ոլորտա եւ այլն։ Այսինքն, այս ինչ որ այսօր խոսում ենք, այս էլ ճիշտ ենք, որ ծրագիր ասվածը որտեղ տարբեր բաներ կարա նշանակի, կարա չգիտեմ քաղաքական նպատակներ, դա էլ մենք որոշ չափով ներկայացրել ենք, էլի կներկայացնենք, բայց տվյալ դեպքում ավելի շատ խոսքը լինել է մոտակա շրջանում այդ ոլորտային ծրագրերի մասին եւ ներքինին վերաբերվող եւ արտաքին քաղաքականությունը վերաբերվող։ Էլի ասեմ, այդ խմբային աշխատանքն ենք անում, ճիշտ ասած, այս էլ ասեմ մի քիչ, որ կոնտեքստը բարձրի, բավական վաղուց ենք սկսել, դեռ 23 թվականին 23-ին այդ գործը սկսեցինք, 23-ի սկզբին, բայց հետո անընդհատ ընդհատվեց, որովհետեւ անընդհատ հետո իրադարձություններ եղան, մենք էլ այդ իրադարձությունների մեջ խառնվեցինք, մասնակցեցինք, այդ խմբի աշխատանքը ընդհատվեց, հիմա վերջապես անցած տարվա վերջում վերսկսեցինք, հիմա արդեն ներկայացնելու բաներ ունենք, էլի մինչև վերջ ավարտված չի, ընթացքի մեջ է, ու մի հատ էլ ճշտում անեմ, ու արդեն ասենք խոսակցությանը, որ երբ որ ասում եք ծրագիր, բարձա խոսքը այտենց ամբողջական եւ վերջնական ուրեմն առաջարկի մասին չի, հակառակը մենք ավելի շուտ դա ծրագրի նախագծեր են, որը մենք փորձում ենք մշակել, բայց իհարկե մեզ համար նաև շատ կարևոր է մարդկանց հետ դա քննարկել, ներկայացնել, որովհետև վստահաբար կան մարդիկ, որոնք այդտեղ լրացումներ կունենան, առաջարկներ կունենան կամ նույնիսկ կարող է լրիվ արմատապես ինչ որ այլ բան առաջարկեն, որ էլի քննարկել է։ Հիմա այդ իմաստով մեր համար ձևական չէ, էլի իսկական խոսակցությունը կարևոր է, երբ որ արդեն ոլորտներին ասենք։ Հիմա մի բանից եմ ուզում սկսեմ, իհարկե, երբ որ ասում ենք ծրագիր, մանավանդ քաղաքական ծրագիր Հայաստանում, ցավոք սրտի ավոր վարկաբեկված բառ է, որտեղ բոլորս գիտենք ինչ, որտեղ հիմնականում քաղաքական ծրագրերը կենացներ են, լավագույն դեպքում կամ ուղղակի ինչ որ պատճենումներ են, ոչ ոք դրանց լուրջ չի վերաբերում, հասկանում ենք ինչի։ Անկեղծ էլ ասեմ, մեկը ես ասենք քաղաքական ծրագրեր հիմնականում չեմ կարդացել, չնայած քաղաքականությամբ միշտ հետաքրքրվել եմ, չեմ կարդացել, ոչ միայն որովհետև այդ վերաբերմունքն եղել, որտեղ մենք բոլորս եղել ենք այս մի տրամաբանության մեջ, ես նկատում երկար տարիների 90-ականներով, 2000-ականներով, 2010-ականներով, որ ախպեր ինչ ծրագիր, ինչ բան սրանցից պրծնենք, կարևորը սրանցից պրծնենք, բոլորով միանանք, հետո կերևա։ Ու մենք այդ տրամաբանությամբ գնացինք, հասանք 2018 թվական, պրծանք սրանցից եւ ստացանք, որ ասում ենք պրծնենք սրանցից, ով ուզում է լինի, ստացանք։ Հիմա ես զարմանում եմ, որ մարդիկ մինչև հիմա այդ դրանից չեն խերվում, որտեղ իմ համար դա օրինակ շատ լուրջ փորձ էր, որտեղ ես իմ կյանքի լավագույն տարիները 20 տարեկան, 30 տարեկան ծախսել եմ այդ ու հավատացել եմ, նենց չի, ասես մոլերանդորեն ինքս էլ ասել եմ, որ չէ, դա կարևոր չի, պետք է բոլորս միանանք, չարիքի դեմ բան եւ այլն, ու ես զարմանում եմ, որ չեն խերվում մարդիկ, որտեղ եթե մեկը մեզ այն ժամանակ պատմեր ասել, ի՞նչ է լինելու այդ ամեն ինչի արդյունքում, մենք չենք հավատա ուղղակի, չենք հավատա, բայց հիմա մենք այդ իրականության մեջ ապրում ենք ու հիմա նույն ձևի ակտիվորեն մեզ փորձում են պարտադրել էլի նույնը, որ կարևոր չի։ Հիմա ասենք այս Գյումրի ընտրությունը բոլորը տեսնում են, վառ օրինակ է, երկու կողմից փորձում են մեզ էլի պարտադրել այդ երկբևեռ համակարգը, մի կողմ ասում է դե տեսնում եք, եթե Նիկոլը չլինի, ով կլինի, Վարդանիկենք են գալու ու դա նորից մի հատ բոբոն ստեղծել են, այդ կարևոր չէ, հա դուք լավն եք, բան, բայց դուք շանս չունեք եւ այլն, բոբոներն են գալիս։ Այն մյուս կողմն էլ չէ, եթե Նիկոլի դեմ ես, ուրեմն կարևոր չի, Վարդանիկն է, թե ոնց կարևոր չէ, ցավոք տանը։ Ես ամենայնպես էսել ասեմ, իմ համար շատ վաղուց եմ որոշել, դեռ պատերազմից էլ առաջ,
Ես այլևս երբեք չարած փոքրագույն չեմ ընտրել, Փերիքա, ամբողջ կյանքս ընտրել եմ ու մասս ընտրել եմ, հիմա որ հիշեմ 96 թվականից մասնակցել եմ ընտրություններ, հիմա նույնիսկ կարող թվարկեմ զուտ բանի համար, էլի, ասենց կուրիոզի համար։ Վազգեն Մանուկյան ընտրել եմ 96 թվականին, 98-ին Ռոբերտ Քոչարյանն եմ ընտրել, որով Լևոնը գնաց, ասին Ղարաբաղցի, գալիս գոնե Ղարաբաղ կպայի, 2003-ին Ստեփան Դեմիրճյանն եմ ընտրել, 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն եմ ընտրել, այդ պարլամենտականներ չեմ ասում, էլի բացեմ։ Ու տեն շարունակ 13-ին Ռաֆի արդեն չեմ ընտրել, արդեն խելքի էի գալիս։ Ու բոլորը այդ նույն սկզբունքով ոչ մեկին չեմ ընտրել, որտեվ հավատացել եմ, որ իրանք չէ, դե չարած փոքրագույն սրանցից պրծնենք, կարևոր է այս բանից պրծնենք, պրծանք, հա Լևոն հերացիր էինք գոռում 96 թվականին, մեկը ես 2008-ին գոռում ենք Լևոն մոտեցիր, ասած ասում։ Ու տենց անվերջ ցիկլով։ Հիմա նոր տղեկի հետ տենց խոսում էինք այդ նումերոլոգիայից հայկական քաղաքական, դե 10 տարի մեկ ա լինում, 8 թվերին։ Հիմա տենց որ վերցնում ես 28 թվին Սերժի վերադարձի թիվն, հա, 38-ին էլ Նիկոլն ա վերադառնում։ Հիմա ես չեմ ուզում այդ անվերջ, ես չեմ ուզում մենք էլ այդ ցիկլի մեջ ապրենք, հերիքա։ Ու ես իմ համար որոշեմ, չարած փոքրագույն չեմ ընտրելու եւ ընտրելու եմ, եթե ընտրելու է, որպես հասնի քաղաքացի, հիմա չեմ ասում մարդ, որ ինչ որ ձևով ներգրաված է քաղաքական process-ներում, մեկը ես քաղաքացի եմ, ընտրող եմ։ Ես ընտրելու եմ մենակ այն դեպքում, եթե մեկը ինձ համոզի, խելք բան ասի, կարճ ասած համոզի բովանդակություն տա։ Չէ, այդ մի կներեք, այդ մի բանին էլ չեմ այլևս երբեք sense ասած կներեք ուտի, երբ որ ասում նո քաղաքացի դու պարտավոր ես քաղաքացի, դա պարտք չի։ Ընտրելը իրավունք է, ընտրելը պարտք չի, եւ եթե դուք ինձ զրկում եք իրական բովանդակային ընտրությունից, ես չեմ մասնակցելու այդ թատրոնին, նույնիսկ եթե ոչ մի ուրիշ բան չլինի, չի լինի, չեմ ընտրի։ Գնացեք դուք ընտրեք։ Մի խոսքով, եւ հա, մի բան էլ էլի էստ բանով հավելեմ, ինչեւ ուրեմն այս ավելի շատ կոնցեպտուալ բանին ասնելը, որ դե հիմա ասում են ախր հիմա էլ ախր ինչ ծրագրերի ժամանակն է, ախր պետք է այս թուրքից պրծնենք, ես ինչ պրծնենք, բանը էլի ոնց որ հայրենիքի փրկության օրեսական բան, հիմա ժամանակը չի, չէ, հենց հիմա է ժամանակը, հենց հիմա ժամանակների ժամանակն է, որովհետեւ այս պահին, հենց երկրի համար այս վճռական պահին, եթե դու օրինակի համար չես փոխարինում եղածը մի հատ պատասխանատու թիմով, որը հստակ քեզ ասում է ինքը ինչ անելու առաջին օրվանից եւ մեծ իմաստով, ասենք ծրագրային իմաստով եւ մարտավարական իմաստով, հարցին ինչի պատասխանում։ Նույն Նիկոլենց հետ ինչ անելու, Ռոբենց հետ ինչ անելու, այդ փողերի հետ ինչ անելու, Ադրբեջանի հետ ինչ անելու, այդ խաղաղության թղթի հետ ինչ անելու, պետք է հստակ պատասխանի, թե չէ դու բա այս վիճակում երկիրը վստահես պատահականությանը, բախտին, հենց հիմա ավելի կարևոր է, հենց օրհասական պահին։ Էլի այս ամեն ինչը շեշտում եմ, որտեղ մեզ ոչ միայն փորձում են, այլև անպայման անընդհատ փորձելու են։ Ես հասկանում եմ, որ այստեղ հավաքված մարդիկ հաստատ այս ամեն ինչը առանց ինձ էլ հասկանում են։ Ուղղակի մի անգամ եւս արձանագրենք, էլի փորձել ամեն ձև, որտեղ սա իրանց ձեռնտու է, բարձր չէ, որտեղ իրանք ուզում են, որ այդպես լինի, որ իրանք այդ երկու երկբևեռ համակարգը շարունակեն։ Եվ մեզ ներշնչել, ոնց որ ներշնչում են, որ Հայաստանը թույլ է, դե ոչինչ չի կարող անել դրսում։ Նույնը հասարակություն դե ինչ կարանի, ստիպված պետք է ընտրեք կամ Վարդանիկ կամ Նիկոլ կամ չգիտեմ կամ Պրիկոլ։ Վերջը։ Հիմա ասելով արդեն այս sense նախաբաններ, երբ որ մենք ասում ենք ծրագրային փաթեթ, մենք փորձել ենք, ոչ թե փորձել ենք, այլ դրա հիմքում մի հատ կոնցեպտուալ պատկերացում ենք ուզում դրած լինենք, որովհետև առանց կոնցեպտուալ պատկերացման այդ բոլոր տարբեր ոլորտներին վերաբերող ծրագրերն էլ անիմաստ են։ Իրանք պետք է բոլորը մի ինչ որ տրամաբանության մեջ լինեն։ Պարզ է որոշակի տարբերակմամբ երանգավորման, բայց մի տրամաբանության մեջ պետք է լինեն։ Այդ տրամաբանությունը ինքը բավական պարզ է, էլի հայտնագործություն չեմ անելու, ինչ որ մենք հիմքում դրել ենք։ Հիմքում մենք դրել ենք մեր ախտորոշումը իրավիճակի, բայց ոչ թե իրավիճակից մի քանի տարվա, այլ ամբողջ այս մեր այսպես կոչված երրորդ հանրապետության այն օրը երրորդ հանրապետությունն էլի տենց սասնածռերի գրասենյակում է ասում էին դե ասին ինչի է երրորդ ասում գիտեմ հա որ դա ախմխանուն է ուղղակի տենց է ընդունված կոչել հիմա չգիտեմ թե ուրիշ հարմար է կա 91-ից սկսած այդ ախտորոշումը մեր որ իրականում որն է այն ֆունդամենտալ խնդիրը բարձր բազմաթիվ խնդիր ֆունդամենտում հիմքում մեր կարծիքով են չգիտեմ կհամաձայնվեք թե չէ որ իրականում մենք անկախություն չունենք, անկախ պետություն մենք փաստացի երբեք ոչ մենք չունենք, չի էլ նպատակ դրվել կառուցել։ Ֆորմալ անկախությունը բնականաբար կա,
Ֆորմալ անկախությունն էլ իդեպ է, որ խոսքերս ճիշտ հասկացում, այդտեղ էլ վտանգ կա։ Ֆորմալ անկախությունը շատ կարևոր է։ Նույնիսկ անկախության տառը պետք է մինչև վերջ պաշտպանես, որտեղ մարդիկ կան սրանից եզրակացնում են, ասում դե մեկը անկախությունը ֆորմալ է, ինչն է սա պետք չէ։ Նույնիսկ անունը զուտ անկախություն ավելի լավ է դու անվանապես անկախ լինես, քան չունես։ Բայց փաստացի մենք չունենք բովանդակային իմաստով անկախություն չունենք եւ մեծ հաշվով այստեղից էսա մեր բոլոր խնդիրների արմատը, որ չի կառուցվել իրապես անկախ Հայաստան։ Հիմա կասեք դե իրապես անկախ Հայաստանը որս է, ինչ մի աբստրակցիա է խոսում, բայց իմ կարծիքով դա աբստրակցիա չի, այլ շատ նյութական կոնկրետ բան է եւ հենց դրա մասին եմ ուզում խոսալ, որտեղ ինչ բան է անկախությունը այդ նյութական տեսակետից։ Մի կողմ թողած դրոշը, զինանշանը, մակում, չգիտեմ, լինելը, սահմանադրությունը։ Դա ինստիտուտներն են, պետական, ազգային, հասարակական, որոնք եւ առանց որոնց հնարավոր չի, որոնք հենց ծառայում են, ստեղծում են, չգիտեմ, պաշտպանում են եւ զարգացնում են քո անկախ քաղաքական գոյությունն է։ Հիմա էս էլ է աբստրակտ, իջնենք մի հատ ավելի կոնկրետ մակարդակի վերցնենք ամենա, ասենց ասած, բանը, այսօր երևի ակտուալ թեմա, պաշտպանության ոլորտը։ Հիմա մենք կառուցել ենք ինչ-որ մի բանակ ենք ունեցել, որով հպարտացել ենք, որը շատ վատը չի եղել, չեմ ասում շատ վատն է եղել, բայց արդյոք այդ բանակը իրոք հայկական բանակ է եղել, իր մոդելով, իր էությամբ, իր մարտավարությամբ, իր փիլիսոփայությամբ, կարծում եմ բոլորս հասկանում ենք եւ տեսանք եւ համոզվեցինք, որ չէ։ Այսինքն մենք վերցնենք մի հատ մոդել, որը մերը չի, պատճենել ենք, ոչ միայն մերը չի, այլև հենց նույն մեր, օրինակ առաջին Արցախյան պատերազմի փորձին չի համապատասխանել։ Ես նույնիսկ խոսել եմ այն ժամանակվա սպաների հետ, ասել եմ դուք որ սովորել եք Վազգեն Սարգսյանը, ձեզ սովորացրել եք 91-94 թվականի հաղթանակները ոնց են տարվել, ինչ տակտիկայով, ինչ բան, այդ պատերազմի փորձը ձեզ փոխանցել, ասում եմ չէ։ Մեզ սովետական դասագրքերում ինչ-որ բաներ են սովորացրել։ Այն ինչ որ մենք մեծերից, աֆիցերներից լսել ենք, հատանց լսել ենք, բայց մենք այդ դրանով ենք սովորել, այսինքն այն ինչ որ, այսինքն վերցել է պատճենվել է մի հատ մոդել, ինքը կարող է շատ լավն է Ռուսաստանի տափաստաններում, չեմ էլ ուզում հիմա դրա մասին խոսեմ, մեր մոտ դա չի աշխատել եւ 2020-ը իհարկե ոչ միայն դրա, բայց նաեւ դրա հետևանքներից, որտեղ բարձր որ քաղաքական պատճառը առաջնային է, բայց նաեւ ռազմական պատճառը կա, մենք չենք ունեցել իրական անկախ Հայաստանի շահերը սպասարկող բանակ, իրական անկախ Հայաստանի պահանջներից, դու սկսած նույնիսկ երկրի աշխարհագրությունից, ժողովրդագրությունից, չգիտեմ, հոգեբանությունից ի վերջո ժողովրդի բխող։ Չենք ունեցել այդ պաշտպանության համակարգը եւ հիմա էլ չունենք։ Մյուսը, ասենք էս էլ ռետորական հարց է, որը միշտ տալիս եմ ու գիտեմ, որ ռետորական է, ունենք ազգային անվտանգության ծառայություն, որը իրոք հայկական է։ Ես կարծում եմ հարցը ռետորական է, որովհետեւ էլի սիմվոլիկ եթե մինչև հիմա այդ մարդիկ իրենց պրոֆեսիոնալ տոնը տոնում են դեկտեմբերի չեմ հիշում քանիսը չեկիստի օրը որ 18 թվականին Մոսկվայում Լենինի հրամանով ստեղծվել է չրիզվычայնայ կոմիսիա, այսինքն արտակարգ հանձնաժողով չեկան, որ հետո դառնա ՆԿՎԴ, հետո ԿԳԲ, ու իրանք մինչև հիմա դա նշում են որպես տոն։ Հիմա սա սիմվոլիկ մակարդակում ասում, բարձր որ բոլորս հասկանում ենք, որ դա մենակ այդ սիմվոլը չի, բայց մենք ունենք անկախ Հայաստան, արդեն 30 տարի անվանապես, բայց փաստացի մենք չունենք, մենք վստահ չենք լավ sense ասած, որ մենք ունենք մեր ազգային անվտանգության ծառայությունը, հասկանալու, որ այնտեղ կարող են շատ հայրենասեր մարդիկ աշխատել, դա կապ չունի։ Մարդկանց մասին չի խոսքը, ինստիտուտների մասին է խոսքը։ Իմ ասենք օրինակ, չգիտեմ, մյուս, քաղաքական դաշտը, էս էլ առաջին հայացքից մա քաղաքական դաշտը ստե ինչ կապ ունի, ոչ պետական ինստիտուտ է, ոչ բանը չէ, քաղաքական դաշտը երկրի ինքնիշխանության իմ կարծիքով կարևորագույն մասերից է։ Եվ եթե դու քաղաքական դաշտը պատկերացնում ես, որ տես կթողնես բարձի թող ինքնին իրենով մի բան կլինի, չի լինի։ Եվ մենք գիտենք, որ այսօր մեր քաղաքական դաշտը մեծամասամբ իր կարևոր մասերով վերահսկվում է դրսից։ Նույնիսկ ընդ որում կարևոր չի որ դրսից, բայց հիմնական բարձր մեր դեպքում այդ մի դրսի մասին է խոսքը, բայց տեսականորեն կարևոր չի ասենք որ դրսից։ Ինքը կարևորում է դրսից։ Եվ դա այդպես չպետք է լինի, դա նորմալ չի, եւ ինքնիշխան պետությունը կարող է եւ պարտավոր է խնդիր դնել, որպեսզի դա այդպես չլինի։ Հիմա դրա համար պարտադիր չի դու գնաš իրեմ գնդակարես, բանտ նստես, ոչ։ Միջավայր ստեղծել կա, պայմաններ ստեղծել կա, հազար մի անուղակի միջոց կա, մեթոդ կա, որպեսզի քաղաքական դաշտում քո ժողովրդից, այսպես ասած, սնվող, քո հասարակության շահերը ներկայացնող, քո հասարակությունից ֆինանսական հենք ունեցող ուժերը լինեն կենտրոնում, նրանք լինեն մարգինալ դիրքում, նրանք միշտ կլինեն, բայց նրանք մարգինալ դիրքում պետք են։ Սա եւս մի ցուցիչ։ Ունենք անոնով քաղաքական դաշտ, բայց դա անկախ Հայաստանինը չի եւ անկախ Հայաստանի շահերը չի սպասարկում։ Ես իմ գիտության ոլորտից օրինակ բերեմ պատմագիտությունը։ Այն ինչ որ մենք ունենք այսօր որպես պատմագիտություն, դու հասկանում եք որ պատմագիտությունը այն գիտությունն է հատկապես պատմագիտությունը, որտեղ ինքնինանով ինքնանոցով չի ձևառում։
Այսինքն ինչ որ մենք ունենք այսօր որպես հայ ժողովրդի պատմության մասին ասենք ասեմ պատում, դա հստակ ձևավորվել է սովետական միության մեջ, տարբեր փուլերում, տարբեր քաղաքական կոնտեքստներում այդ պատումները գրվել են, հա հիմա մի քիչ ավելացել է մի երկու հատ ազգային ազատագրական sense աղուբի բար, բայց այն հենքը մնացել է սովետական։ Եվ միջև հիմա մենք ասում ենք դա եւ բնականաբար մեր գիտակցությունը քաղաքական եւ իրավիճակներին արձագանքը ձևավորվում է նրա հիման վրա, թե ինչ ենք մենք սովորում պատմությունից։ Հիմա օրինակ այդ իմ ռուս-թուրքական վանդակշարքը, որ իմ համար շատ անսպասելի տենց տարածում ստացավ, բայց ես հետո հասկացա ինչի տարածում ստացավ, որտեղ մարդիկ իրանց համար ակտուալ հարցերի պատասխանները սկսեցին գտնել այդտեղ, ոչ թե պատմական։ Եվ որտեղ ինձ օրինակ թվում էր, որ օրինակ մարդկանց մեծ մասը գոնե այդ փաստերի մեծ մասը գիտի, բայց պարզվեց չգիտի։ Եվ երբ որ եկավ 2020 թվականը, հիմա եթե ես օրինակ կամ իմ նման մարդիկ գիտեն իրավիճակը շատ արագ կարող են ախտորոշել, հա, բայց մենք փոքրամասնություն ենք, ասացինք սա ռուս-թուրքականն է։ Այդ մարդիկ փոքրամասնություն են, ինչու՞։ Որտեղ մարդկանց մեծ մասը ուրիշ բան է սովորել պատմության դասագրքից, ուրիշ բան գիտի, ասում են, չէ, խոսում գիշեն սրանք իշ ռուս-թուրքական, ոսկա ռուս-թուրքական, вообще դաշինք դինին։ Չէ, ռուսները թուրքերը միշտ թշնամի են իրար։ Ու մինչև բացատրեցին եւ այլն, հիմա փառք Աստծո որոշ չափով մտել է մարդկանց գիտակցության մեջ, բայց մեկը, ես միշտ ասում եմ, ռուս-թուրքական վանդակ կլինի, թե չգիտեմ 1000 մի էլի մարդիկ կան, չգիտեմ Շանթ Հարությունյան կլինի, Արա Պապյան կլինի, ով ուզում է լինի այդ թեման խոսացող, մեր այդ խոսքը գնալու է մոռացվի։ Մի սերունդ կհիշի, հաջորդ սերունդ էլի կմոռան, եթե ինստիտուտները չգործեն, եթե պատմագիտությունը, դա պատմագիտությունը չի դենց ակադեմիական իմաստով, պոպուլար ֆորմատով ասված բաներ են, հիմա ասենք մեկը որ գաս իրանտը տալիս է օրինակ բան, գիտական ապարատ ստեղծում է այդ իր հոդվածների վրա, թե չի ստեղծում, հա չի կարող ասենք հիմա գիտական հոդված ապարատ գրելով սա կյանքս պիտի ծախսեմ։ Ինձ պետք է որ արագ ես հասցնեմ իմ ուղերձը։ Բայց կանստիկը գնա։ Եթե ինստիտուտի չվերածվի, այսինքն էլի խնդիր եւ ընդ որում այստեղ էլ ես կարծում եմ սա գիտակցված է, որովհետեւ մենք օրինակ գոնե այս հարցում ես միշտ մտածել եմ, մենք ունեցել ենք նախագահ առաջին, որը ճիշտ է պատմաբան չի իրական բանասեր է, բայց որը նաեւ որպես պատմաբան է ներկայանում եւ ինչ-ինչ, բայց այս խնդիրը ինքը պետք է հասկանալ, բայց այս խնդիրը Հայաստանում հենց այսպես հատուկ չի դրվել, որ դա փոխվի։ Որտեղ մենք տեսնում ենք հետ սովետական երկրներում թեկոս ոչ այդքան հաջող փորձերով գուցե, բայց այդ խնդիրը դրվել է։ Այսինքն մարդիկ իրենց պատմությունը վերանայել են, այդ թվում ասենք, չգիտեմ, Ռուսաստանից փրկվելու, Ռուսաստանը որպես փրկիչ, այդքան վերանայել, այսինքն Վրաստան, Ուկրաինա եւ այլն, ես չգիտեմ ինչ քան հաջողված, կարող է ինչ-որ պրիմիտիվ ձևերով են արել, ես չգիտեմ, բայց դա պետք է արվի։ Այն որ məsել շեշտ է, միշտ դա եմ սիրում շեշտել, որ երբ որ խոսում ենք հատկապես պատմագիտությունից, այդ չպետք է լինի այդպես, որ դու վերցնում ես իրան կեղծել են, դու էլ վերցնում ես դուրս կեղծում, չէ։ Հակառակը, որովհետև քեզ պետք չի կեղծել, որովհետև կեղծել պետք է նրան, ովքեր ուզում են կառավարի, եթե դու ուզում ես իրապես անկախ քաղաքական սուբյեկտ լինես, ամենաձեռնտու բանը այս աշխարհում ճշմարտությունը իմանալն է, որովհետև քեզ այդ փորձից դու պետք է սովորես կենսական իրավիճակներում դու պետք է պատասխաններ գտնես, մոդելներ գտնես։ Հելին ունի ռուս-թուրքականի օրինակով վերցնելով, ել եմ ասում 20 թվին, եթե Հայաստանի բնակչությունը իր դասագրքից իմանար, որ ռուս-թուրքական դաշինքները օրինաչափություն են, շատ արագ կարող կողմնորոշվել հասկանալ ինչ է տեղի ունենում, հա։ Էլ չեմ ասում, ու քաղաքական գործիչների մի կողմ թողնենք, նրանք չէին ուզում կողմնորոշվել, բայց ամեն դեպքում մի իդեալական իրավիճակում պետք է իրանք էլ կողմնորոշվեն։ Ու սա օրինակը էլի օրինակներից մեկն է, բայց ես կուզեի ելի գիտեք մի երկու օրինակ բերեմ, եթե դեռ չեմ հոգնածրել, մի օրինակ, որը առաջին հայացքից այս տրամաբանության մեջ չի տեղավորվում, օրինակ Երևանակենտրոն Հայաստանը։ Հիմա թվում է ինչ կապ ունի անկախ Հայաստանի խնդիրը եւ Երևանակենտրոն Հայաստանը, որտեղ էլի մենք կառուցել ենք ես շատ եմ սիրում Երևանը, այդ մի անգամից ասեմ, Երևանը իմ համար ոնց որ ասենք ձկան համար ջուր է։ Դուրս ես օրինակ աշտարակում երկար տարիներ ապրեմ, չեմ հարմարում, Թիֆլիսում եմ ապրել, չեմ հարմարում։ Էս է իմ հարազատ տեղը։ Ստեղ ես ինձ լավ եմ զգում։ Թե Երևանում եմ ծնվել, Երևանում եմ մեծացել, ստեղ է ինձ լավ, բայց այդ չի նշանակում, որ Երևանակենտրոն Հայաստանի խնդիրը ես չեմ կարող ախտորոշել, որպես Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկը։ Մենք կառուցել ենք մի մայրաքաղաք, էլի ոչ թե ելնելով մեր երկրի պայմաններից, այլ ուղղակի абստրակտ է, բոլորը մեծ քաղաքներ են ունենում, միլիոնանոց մենք էլ ենք կառուցել։ Բոլորը մեծ երկար շենքեր են կառուցում, բարձրակ մենք էլ ենք կառուցում։ Հիմա տեսեք, Երևանը
Երկրաշարժային սեյսմիկ տեսանկյունից ես շատ խիստ կասկածում եմ, որ անվտանգ տեղ այս աշխարհում մենք դա չենք կառուցել որպես անվտանգ տեղ, Հայաստանի որպես քաղաք, կառուցել ենք որպես абստրակտ քաղաք։ Մենք դրել ենք դա ու ինքը տենց ստացվել է, որ սահմանին շատ մոտ է, բայց մենք խնդիրը պետք է դու տեսնում ես այդպես է, խնդիր չէ դրվել, որ լավ գոնե Հայաստանի պայմաններում ճիշտ է, ամբողջ ամրասահմանամերձ, բայց գոնե մի քիչ ավելի անվտանգ տեղեր կան համեմատաբար։ Մենք խնդիր չենք դրել, որ այսքան փոքր բնակչությամբ եւ տարածքով երկրում բերել բնակչության մեծ մասը կենտրոնացնել մի կետում, դա ընդհանրապես ինչ մոտեցում է երկրի ապագայի նկատմամբ եւ այլն։ Այսինքն ինչ է մեզ այս օրինակը բերում, որտեղ մենք էլի մեր երկրով չենք մտածել, մեր սեփականով չենք մտածել, մենք ուղղակի դեռ ստացվել է, այն ժամանակ Երևանը հռչակվել է մայրաքաղաք, դες գնացել է։ Վերջ, ոչ ոք չի մտածում, հիմա մենք անկախ պետություն ունենք, կարող է մի բան պետքա փոխել։ Չէ։ Ու էլի այս խնդիրն էլ էլի շատ բան է։ Ես կանամ օրինակ մի օրինակ էլ բերեմ, չեմ հոգնածել դեռ ժողովուրդ։ Հեսա բան կանամ, էլի։ Այս էլ իմ բան սիրած օրինակներից ա եղել, մի քիչ տես տարօրինակ կանոն է, կարող է լավ չեմ ձևակերպում, հայկական տեղեկատվական դաշտ։ Հիմա դա ինչ է։ Օրինակի համար ես միշտ ես ուղղակի մտածել եմ, ասեք միջազգային լրատվություն կա։ Բոլորս հասկանում ենք, որ միջազգային լրատվություն տենց ուղղակի չեզոք բան չի։ Այսինքն եթե քեզ օրինակ հասնում է սովորական մարդու մի լուր, չգիտեմ, Սիրիայում երեխեքին սպանեցին, եթե եկավ հասավ քո տուն, եթե դու հատուկ այդ հարցին հետևող չես, նշանակում է ամեն դեպքում այդ մեծ ինֆորմացիոն մասիվի մեջ ինչ որ մեկին պետք է եկել, որ ընդհանուր միջև քո տուն հասնի ու քո կինը գա սարսափած ասի հրանտ տեսել ես ինչ ա եղել Սիրիայում։ Դու ասես ինչ ա եղել Սիրիայում, ասում է, ասենք երեխեքին է սպանել, ասում հա շատ վատ է, բայց ոնց որ ամեն օր են էլի այնտեղ երեխեքին սպանում, եթե դու իմացել ես արի հասկանանք ինչի համար է դա պետք որ հենց դու կոնկրետ իմանաս դրա մասին, եթե դու սովորաբար չես imանում դրա մասին։ Հիմա այդ իմաստով մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը բոլորս հասկանում ենք ինչ կարևոր ու նաև անվտանգ, ոչ անվտանգ տարածաշրջան, բայց ամբողջ այդ միջազգային լրատվությունը ում մեզ գալիս է ինքը ընդհանրապես կամ գալիս մի խոսքով դրսից եւ այդ դրսի ֆիլտրով։ Հիմա օրինակի համար այդ նույն մերձավոր արևելքում այն ժամանակ դեռ որ նոր էր սկսվել կար մերձավոր արևելքի քրիստոնյաների խնդիր, չէ։ Հիմա ես պատկերացրեմ, որ եթե ներ անկախ իրապես անկախ Հայաստան, ինքը խնդիր կդներ, որ ըստ էության մերձավոր արևելքի քրիստոնյաները գենոցիդ էր տեղի ունեցել, ցեղասպանություն էր, ինքը պետք է խնդիր դներ նախ, որ իր բնակչությունը դրա մասին իմանար այդ ամենօրյա ռեժիմով, որովհետև կյանքում ոչ մի, ասենք, չեկավ իմ մոտ մի հատ ընկեր կամ չգիտեմ ընկերուհի կամ հարևան չասես, բա իմացար Սիրիայում քրիստոնյաներին ոչնչացրեցին։ Հայաստանում դրա մասին իմանում են մարդիկ, որոնք հետաքրքրվում են։ Բայց Հայաստանում դրա մասին բոլորը պետք է իմանան, որտեղ դա մեզ անմիջապես վերաբերող թեմա, ավելին, եթե մենք ունենենք այդ իմ ասած անկախ Հայաստանի տեղեկատվական համակարգը, ինքը պետք է նաև փորձեր դուրս հանել այդ թեման։ Ոնց որ արտաքին ավելի հզոր ուժերը կամ ոչ միայն հզոր ուժեր, իրանց թեմաներ դուրս են հանում, ասենք փորձում են այնց անել, որ տարածվի այդ թեմային տեր կամ, որ ամեն թեմային տեր է պետք։ Ինքը դա կաներ այդ դրանով կզբաղվի։ Այս մի օրինակ եմ բերում, բազմաթիվ տենց օրինակներ, ասենք Պարսկաստանում ինչա տեղն մենք չենք իմանում մեր, ասենք այնտեղ չկան, նույնիսկ կարծեմ բաներ չկա, չեն կորեսպոնդենտ բան որ լինում է։ Չունեն, ասենք օրինակ չեմ, ՀՄԿ ունի Թեհրանում սեփական թղթակից։ Ոնց որ դա չունի, չէ՞։ Եվ մենք իմանում ենք Թեհրանում կամ նույնիսկ Թիֆլիսում տեղի ունեցածի մասին դրսի լրատվամիջոցներից, կապված մեր Բելգիայում տեղի ունեցածի մասին, այլ ոչ թե մեր հարևան երկրի։ Հիմա սա էլ եւս մի օրինակ, էլի կարամ շարունակեմ այս տեղեկատվական ուղղակի ինձ թվում է հասկանալի արդեն ինչի մասին եմ խոսում։ Որ եւս մի ինստիտուտ, մի համակարգ, որ եթե դու անկախ պետություն ես, դու պետք է ունենաս, որովհետեւ դա քո էլի անմիջական քո կյանքին է վերաբերվում։ Որովհետեւ ինչ որ տեղանում Պարսկաստանում ի վերջո դա կարող է անդրադառնալ անմիջապես իմ ու քո կյանքի վրա, եւ դրա համար դու գոնե անվտանգությունից ելնելով պետք է քո սեփական պատկերացումը ունենաս դրա մասին եւ ձևավորես։ Օրինակ կարամ բերեմ, եթե մանա այս մի օրինակներ երևի բերեմ ու որով արդեն բարձրացնում է բոլորը ինչ եմ ասում, եկեղեցու օրինակ, այս էլ հետաքրքիր օրինակ, որտեղ դեռ որ ասում եմ, բայց եկեղեցին պետական ինստիտուտ չի, օրենքով պետությունից անջատված, բայց մենք չենք խոսում այդ պետական ինստիտուտների մասին, մենք խոսում ենք նաև ազգային ու հանրային ինստիտուտների մասին, ու ես ինքս բան չեմ համարում ինձ քրիստոնյա հավատացյալ, բայց կապ չունի։ Ինքը մարդ կա, որ համարում է, բայց այստեղ այդ հարցը կապ չունի։ Մեկ ուզում է աթեիստ լինի, մեկ ուզում է հեթանոս լինի, մեկ ուզում է քրիստոնյա լինի,
ինքը ազգային ինստիտուտ է, հնագույն ազգային ինստիտուտն է, որ մենք ունենք, եւ մենք չենք կարող ուղղակի իրան տենց իր գոյությունը անտեսենք ու մտածենք, որ ինքն իրանով ոնց կա, ու կամ ուրիշ կրոնական կազմակերպությունների պես կամ դե ոնց տենց ժառանգվել է, որտեղ եկեղեցին ցանկացած եկեղեցի միշտ ա եղել քաղաքական ինստիտուտ, ինքը ստեղծվել է որպես քաղաքական ինստիտուտ դեռ եւ հին Հռոմում, եւ հին Հայաստանում, այսինքն կրոնական համայնքը մի բան է, եկեղեցին ուրիշ բան է, եկեղեցին պետական ըստեյության ինստիտուտ ա եղել եւ միշտ ծառայեցվել է, երբ որ դու քո պետությունը չես ունեցել, մենք բոլորս գիտենք, եւ Օսմանյան կայսրությունն ա ծառայեցրել, պարսիկները եւ ռուսները եւ Ստալին Պապին։ Վերջին անգամ հայկական եկեղեցին որպես այսպես ասած գործիք օգտագործել է Ստալին Պապին։ Եվ դրանից հետո ճիշտ ասած շատ բան չի փոխվել, որտեղ անկախ Հայաստանը իրական մելի խնդիր չի դրել։ Նա հասկանալ էլի հիմա այս գործիքը ոնց է սկսում Հայաստանի համար աշխատել։ Ես չեմ ուզում շատ այս թեմայի մեջ գոնե որտեղ նրբություններ կան, բայց մենք բոլորս տեսնում ենք, որ եկեղեցին իրականում որոշակի քաղաքական, գաղափարական, աշխարհայացքային, քարոզչական, ասենք ասենք երևույթների կրող է, որոնք էլի հաստատ Հայաստանից չեն վերահսկում եւ այլ այսպես ասած տարբեր չէ, այլ երկրի շահեր են ներկայացնում, քարոզչություն են ներկայացնում, եւ դա այդպես չպետք է լինի, որտեղ հայկական է եւ իդեպ հետաքրքիր է, որ մեր նախնիները իրանք իրոք շատ լուրջ բան են ստեղծել, որտեղ հայկական եկեղեցին ինստիտուցիոնալ անկախ է, քիչ հանդիպող երևույթ է քրիստոնյա աշխարհում, կամ բայց քիչ է, եւ ինքը նույնիսկ դավանանքով անկախ է, նույնիսկ իրեն քույր եկեղեցիների մեջ միաբնակ այսպես կոչված, ինքը նույնիսկ այդտեղ է տարբերում, որտեղ ինքը բան է, չի ընդունում անապականության միացած ուսմունք կա, բայց որոշ չափով ընդունում է, կարճ ասած ասորիներից էլ է տարբերվում, որ հիմա չխորանա, նույնիսկ այդտեղ, նույնիսկ միաբնակների մեջ մի հատ հատուկ ճյուղավորում է։ Այսինքն ամեն ինչով ինքը ինքնուրույն է, եւ այդպեսի գործիք ունենալով դու փաստորեն դա տվել ես ինչ որ մեկ ուրիշ պետություն, միջև հիմա մեծ հաշվով վերահսկում է, մեկ ուրիշ պետության ծառայություն, չգիտեմ, ավելի բաց չխոսեմ, հասկանում եք, որ ինչ մասն եմ խոսում։ Հիմա սա է հենց որ մենք կոչում ենք ու այսինքն օրինակներ էլ շարունակեմ parza դա գրեթե բոլոր ոլորտներին է վերաբերում, նույնիսկ հետաքրքիր է այնպեսի ոլորտների որոնցից ես տեղյակ չեմ եղել, օրինակ մենք վերջերս քննարկում ենք այդ մեր խմբում իրավական բանը, մեր ընկերը բերեց, կարդացինք դե 10 մինուտ, փաստորեն ստեղել է նույն բանը։ Այսինքն որովհետև նախաբանի մեջ որ դրել է խնդիրները, որոնք են իրավական ոլորտի, էլի սովետական իներցիա, արևմուտքից պատճենումներ, ոչ մի սեփական մոտեցում, շուտ խառը էկլեկտիկ մի հատ երևույթ, դե իմ համար անծանոթ ոլորտ է, կարդացի, ասի լավ, փաստորեն ստեղել է այդպես, որտեղ խորանաս այդ նույնը կլինի։ Հիմա սա է, որ մենք կոչում ենք անկախության բովանդակություն, եւ սա է, որ այն ծրագրային փաթեթը, որ մենք պատկերացնում ենք, իհարկե դրա մեջ բացի այս ոլորտներից կլինի նաև արտաքին քաղաքականություն եւ այն սա բարձա կապված է, բայց հիմա այս ոլորտների մասին ներքին սա է, որ մենք պատկերացնում ենք, որ այդ ոլորտային ծրագրերը ոչ թե ուղղակի պետք է բարի ցանկությունների հավաքածու լինեն, կենացների հավաքածուն, այն ոնց է զարգ տանք տնտեսությանը, չգիտեմ, ծաղկեցնենք մեր մշակույթը, աճեցնենք ծաղկե փնջեր, չգիտեմ, այդ չէ։ Կոնկրետ ինքը ցույց տա, թե կոնկրետ այս ոլորտը, պաշտպանության ոլորտը ոնց պետք է դարձնես քո անկախությունը ծառայող։ Անվտանգության ոլորտը ոնց։ Եվ այլն եւ այլն, այս բոլորը այս դրամաբանությունից արդեն բխող եւ ամեն ոլորտի սպეციფიկ ինչ որ բանով ամեն մի այդ նախագծի հեղինակ նաեւ իր անհատական, ասենք, չգիտեմ, մոտեցումով այդ սա հասկանալ է իր խառնված սկիզբը, բայց դրամաբանությունը էս է։ Երբ որ ասում ենք անկախության բովանդակություն, սա նկատի ունենք նաեւ սա է շատ կարևոր, եթե ոչ ամենակարևոր մասը նրա, ինչ որ մենք կոչում ենք ազգային հեղափոխություն, իհարկե այդ տերմինի մասին հետո առանձին մի օր գուցե փորձենք բացել, որտեղ այդտեղ ուրիշ երանգներ էլ կան, որտեղ կան նաև պատմական ավելի խորը հիմքեր, բայց հիմա չեմ ուզում դրա մասին խոսամ, դա շատ կերկարացնի այս խոսակցությունը, բայց սա այդ ազգային հեղափոխություն մեծ հաշվով ինչ ենք մենք ասում հեղափոխությունն է, այս ուղղակի կարճ բանալը, որովհետև երբ որ մենք այս ախտորոշումը տալիս ենք, այս խնդիրները տեսնում ենք, բարձր սովորական ուղղակի այս բարեփոխումներով չես կարա դա բարեփոխում չի։ Ասենք եթե դու պաշտպանության ոլորտը պետք է փող այդ կարգի արմատական փողս դա հեղափոխում է։ Եթե դու n-ը գիտությունա կրծա հեղափոխում է։ Եվ ինքը նաև տևական, այսինքն դա չէ, թե մի օրում տեղի չունենա, որոշ տեղեր արագ, որոշ տեղեր դանդաղ, բայց դա կարող ասենք օրինակ գիտության ոլորտում կարող 20-30 տարի տևի։ Պաշտպանության ոլորտում պետք է շատ արագ լինի, պետք է, բայց էլի կտևի։ Այսինքն սա այդ իմաստով հեղափոխություն եւ ինչի ազգային մենք ազգայինը մեր համար սահմանում ենք նախ եւ առաջ ոչ միայն, բայց նախ եւ առաջ
ազգայնականությունը ավելի շուտ, հա, որպես քաղաքական բան, անկախության գաղափարին անսպառ նվիրում է եւ անկախության պայքարն է, որտեղ Հայաստան տարածված են հայրենասիրության ձևեր, ազգայնականության ձևեր, որոնք համար տենց անկախությունը իրականում այդքան էլ իրական չի, դա նոնսենս է մեր համար, դու ազգայնականություն նշանակում է քաղաքական անկախություն, եթե չկա, մնացածը սուտ է։ Դրա համար մեր համար, երբ որ մենք ասում ենք ազգային հեղափոխություն, նկատի ունենք նախ եւ առաջ սա անկախության, քաղաքական անկախության, ազգի քաղաքական սուբյեկտացման կառուցումն է։ Դրա համար էլ ազգային հեղափոխություն։ Մնացածը հետո արդեն բան կանենք ու ինչա վերջ էլի ես ավելի լավ խոսամ, եթե չգիտեմ կլինեն արդեն մենակ հարցեր չէ, ժողովուրդ ջան, եկեք սենց ազատ անենք, ազատ ասելով իրար չխանգարենք, իհարկե հերթով, բայց հարցը կարծիքա, տեսակետա, քննադատությունը, չգիտեմ, առաջարկա լրացումը ինչ որ է։ Ճիշտ է, այսօր կոնկրետ ծրագիր չի, կարող տենց կոնկրետ առաջարկի բան չի, բայց ամենայն դեպս ոնց կուզեք։ Ոնց է որոշում, ասենք, որոշում եք ուզում կայացնել։ Նախ շնորհակալություն այդ բացատրության համար, ուղղակի հարց ունեի, ոնց եք որոշում կայացնում էլի այս ծրագիրը, ասենք, ուղղակի հետաքրքիր է այդ կառույցի հետ պահով էլի։ Հա, դա բավական պարզ մեխանիզմ է, նախ խումբը կա աշխատանքին, այսինքն խմբի մեջ մասնակցում են նրանք, ովքեր որ այդ խմբի մեջ ուզեցել են մասնակցել։ Պարզ է, մյուս անդամներն էլ կարան լինեն, բայց որոշում ընդունողները արդեն խմբի անդամներն են։ Հետևել բանն է գործում, ասենք վերջնա խմբի անդամներից մեկը իր վրա պատասխանատվություն, ըստ իր մասնագիտության, հետաքրքրությունը եւ այլն, ենթադրենք ասում է, ես օրինակ սահմանադրության մասին նախագիծ ունեմ, օրինակ հիմա ունենք պետքա քննարկենք։ Ինքը կազմում է թղթով, փաստաթուղթ է կազմում, հնարավորինս լավ ամբողջական, հենց դրա համար էլ օրինակ ես ոչ մի ծրագիր չեմ ստե նախագծել, որտով ես չեմ հասնում այդ ոչ մի բան գրեմ, այդպես մնում է սա սևագիր, դրա համար ես այս մեկն եմ խոսալու հետո։ Այսինքն ներկայացնում է փաստաթուղթ, մենք այդ փաստաթղթին ծանոթանում ենք, հետո հավաքում ենք սովորաբար շաբաթ օրը ռեգուլար ժամ ունենք։ Այդ խումբը հավաքում է շաբաթ օրը ժամը 6-ին։ Եվ պայմանավորվել ենք այսպես, ամեն նախագծի քննարկումը ոչ 3 անգամից ոչ ավել, որպեսզի դա անվերջ չտևի։ Եթե կա որ տեսնում ենք պետքա երկարի, ուրեմն առանձնացնում ենք առանձին հատվածներ, բայց ինքը պիտի 3 քննարկմամբ ավարտվի, առաջի քննարկումը ընդհանուր ավելի սկզբունքային, ոնց է առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում, երրորդը արդեն ավելի գործնական ու տեխնիկական, ու քննարկման կարգն էլ շատ պարզ միած սահմանված բան ունենք, վաղուց որ աշխատում է։ Բացի ներկայացնողներից, հետո մարդը 3 րոպե ենք խոսում sense հերթով, որպեսզի չվերածվի մի հատ sense բազար պլոտի, sense հիմնական տենց ենք խոսում։ Եթե մի քիչ ենք հավաքում 3-4 հոգի, կարող մի քիչ խառախոսենք, բայց հիմնական տենց ենք խոսում, ու դա ոնց որ վատ չի աշխատում այդ մեխանիզմը, եթե դու իրան պահում ես, ճիշտ է, հա, որոշ իմաստով, հա, հետո արդեն երբ որ մենք սկզբունքորեն ընդունում ենք, ասում ենք, վերջում նախագիծը ընդունեցինք, դու էլ ընդունեցիր մեր առաջարկները, բան, ինքը արդեն գնում է, ասում ենք, դե գնա տուն մշակի, վերամշակի, վերջնական տեսքի բեր։ Էս է ամբողջ բանը, էլի, մեխանիզմը։ Շնորհակալություն։ Հայկույ ջան։ Այսինքն դուք պատրաստում եք նոր սահմանադրություն գրել, թե ինչ որ բարեփոխումների ծրագիր եք Սահմանադրության նախագիծ կա, որ անկեղծ ասեմ, նույնիսկ դեռ չեմ ասել, կարդալ երեք ուղարկե, բայց այո, պետական կարգի հետ հատկապես մենք անպայման պետք է դա լինի, որտեղ նախ դա էլ է այս դրամաբանության մեջ մտնում։ Իսկ պետական կարգը իր փիլիսոփայությամբ պետք է բխի տվյալ ժողովրդի քաղաքական փորձից։ Ինձ եթե հարցնեք, ես կարծում եմ մեր քաղաքական փորձը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդը բնականից հակված ազատությանը, այդ ժողովրդավարություն բառը շատ չարաշահվել, բայց այո, լավ իմաստով, խորքային իմաստով ժողովրդավարությանը, որտեղ մենք տեսնում ենք, որ անդադ ժողովրդական հրապարակային շարժումները ինչքան էլ որը ոնց է ավարտել, բայց միշտ են Հայաստանի պատմության մեջ շատ հազվադեպ են դրանք, որ դադարներ կան, բայց կան, այս մեր բնական ինքնադրսևորման կերպն է, մեր սահմանադրությունը պետական կարգը պետք է իհարկե այդ իրողությունից բխի, եւ այդտեղ պետք է ես կարծում նախ այս համակարգը իհարկե էս մի քիչ ավելի բան հարց է, բայց այս համակարգը երբ մենք կարծում ենք այս վարչա պարլամենտական ինքը չի համապատասխանում Հայաստանին գերկուսակցականացված քաղաքականությունը չի համապատասխանում մենք տեսնում ենք իրականությունը ինչպիսին է հիմա բոլորս ծիծաղում ենք չէ՞ որ Գյումրիում կոմունիստական կուսակցություն ախտել դե գնա արտասահմանցում բացատրի որ իրական այդ կոմունիստական կուսակցությունը ընդհանրապես ոչ մի բան չունի Հայաստան բայց բոլորս գիտենք ոնց է դառնում, ինչի՞ց է դառնում, որտեղ եթե դու պարտադրում ես օրենքով, որ պիտի կուսակցական լինի, իսկ կուսակցական համակարգը չկա, պատրաստ չի, կայացած չի, հիմա լավ է, վատ է, այդպես է,
Ստացվում է այդ զավեշտալի կամ զարուրելի իրավիճակները։ Դա պետք չի բռնությամբ պարտադրել բան, որը իրականությունը չի համապատասխանում։ Սա մի քիչ ավելի այսպես միջին մակարդակի բան, հա, բայց դրանք է պետք է փոխել։ Նույնիսկ մենք մտածում ենք, որ այդ ընդհանրապես այդ օրենքը, որ քաղաքական գործունեությամբ զբաղվել է, ենթադրում է մենակ կուսակցական ֆորմատ, դա էլ այդպես պետք չի լինի։ Օրինակ, եթե դա չլիներ, մենք ուզածչուր չենք ստիպված հիմա գնանք կուսակցություն գրանցենք, միաբանություն ենք, ուզում ենք զբաղվենք քաղաքականությամբ, չէ՞ դա արգելված։ Բայց ստիպված պետք է դա անես, ստիպված պետք է անեցքի տակ մտնես, որտեղ մարդիկ ասում են եւս մի հատ կուսակցություն բացեցիր, այդ քֆուրը պետք է ուտես, պետք է ինչ որտեղ համաձայնվես, ասես արդարա, բայց ինչ անեմ, օրենք եկեք թողեք օրենքը գոնե փոխենք, չեմ անի, հաջիկով չեմ անի։ Ես այդ հարցում շատ լավ պատկերացնում եմ, որովհետև ազգային ժողովրդավարական բևեռը, որը ի սկզբանե որպես շարժում ձևավորվեց, ստիպված դարձավ կուսակցություն, որպեսզի մասնակցի ընտրություններին, չնայած շարունակեց որպես շարժում իր գործունեությունը ծավալել, ընդհանրապես այդ ընտրությունների բաղով, այո, հասկանում եմ դուք ինչ նկատի ունեք։ Եվ մի բան էլ ասեմ, դուք ծանոթ եք Պարույր Հայրիկյանի բացարձակ ժողովրդավարություն սահմանադրությանը։ Իդեպ վաղը ժամը 7-ին Ալեք Մանուկյան 5 հասցեում Պարույր Հայրիկյանը ներկայացնելու է։ Եթե հետաքրքիր է, լավ կլինի, որ շատ մարդիկ են խորհուրդ տվել դա կարդալ ու շատ իր կողմից հարգված մարդիկ։ Իմ մեղքը սա որ մինչև հիմա չեմ հասցրել նորմալ կարդալ, չնայած քաշել եմ, բացել եմ, որ նայեմ, իրոք շատ տարբեր մարդիկ, որոնք նույնիսկ ինձ ասել են Հրանտ, դու մի նայ, լավ, Պարույր Հայրիկյանն է մի քիչ բան է, բայց իրոք լավն է, ասել են, ես գիտեմ, որ լավն է, բայց ցավոք սրտի ծանոթ չեմ այդ մակարդակի, որ կլինի, եթե վաղը գաք, վաղը 5-ին կփորձեմ հասնել այստեղ։ Հա 7-ին ավելի շուտ կարող ժամը 7-ին։ Այստեղ մենք կարահանում էլ ունենք, բայց կարծում եմ մինչև 7-ը կվերջացնենք։ Լավ, առայժմ այսքան շնորհակալություն։ Ջան, ապրեք։ Հա, իհարկե, ցավոք։ Անունդ մենակ ասա, թե դժվար չի որ։ Այո, Արեն Մինասյան։ Ուրախ եմ շատ Արեն ջան։ Ինձ էլ։ Ինձ հետաքրքիր է այդ հեղափոխության մեջ նաև մտնելու է Հայաստանի տնտեսական ճյուղի ռադիկալ փոփոխությունները։ Արդյոք այն լինելու է ավելի շատ ազատ շուկա, ավելի շատ պետական։ Մասիսին մի հատ կանչի։ Հեսա։ Ուրեմն այդ տնտեսության հարցով հենց ամենայն հավանականությամբ հաջորդը այս եկող 5 շաբթի չէ, այն մյուս 5 շաբթի հավանաբար հենց տնտեսությունն է ներկայացնելու, որովհետև ես չեմ մասնակցել այդ քննարկմանը, իրանց տնտեսական այդ քննարկմանը, անկեղծ ասեմ, որովհետև ես լավ չեմ տնտեսությունից, բայց իրանք շատ թեժ քննարկումներ են ունեցել, սա Մասիսին կանչեմ, ինքը գուցե ավելի լավ պատմի։ Աշոտ Նատերտերյան հիմնական, չգիտեմ եթե ճանաչում եք Facebook-ից, տենց ասած մեր տնտեսական գաղափարախոսը, ինքը ծայրահեղական ազատական հայացքներ ուներ, Մասիս տնտեսությունից են հարցնում, հեսա դու կպատասխանես էլի ավելի շատ։ Ու հա ոնց որ թե ավելի շատ ազատականին են իրանք հակված, բայց ավելի մանրամասն Մասիսը կպատմի, որտեղ ես չեմ մասնակցել այդ քննարկումներին, հարցումը տնտեսականը մեջը մտնելու այս ծրագրի ու ինչա լինելու, ինչ ուղղության լինելու ազատական թե ոնց, քանի որ Մասիսը մասնակցել է այդ քննարկումներին, ինքը ավելի լավ կներկայացնի։ Հա, ես նախ ներկայանամ, ես Մասիս Շիրոյանն եմ, արտական եղբայրության անդամ։ Ուզում ես այստեղ արի Մասիս։ Տարբերություն չկա։ Հա, դες որ տեսնեմ դա գիտեմ։ Տնտեսականի հետ կապված մեր մոտ քննարկումներ տեղի են ունեցել, ու այդ քննարկումների ընդհանուր արդյունքում ճիշտ քանի որ մեր մոտ նաև սխալ կնի ասել սոցիալիստական, բայց սոցիալական ուղղության մարդիկ էլ կային, ու կային առհասարակ լրիվ ազատ շուկայի կողմնակիցներ, կոնսենսուսով դուրս ենք բերել հետևյալը։ Ինչը վերաբերում է պաշտպանությանը, դա պետության մենաշնորհն է, դա չի քննարկվում։ Ինչը վերաբերում է ենթակառուցվածքներին, այսինքն էներգետիկ համակարգ, հանքարդյունաբերություն, առողջապահություն, դա որոշակի պետության մասնակցությամբ, բայց հիմնականում խրախուսելով տեղի կապիտալին, տեղի բիզնեսմենին, այսինքն առաջնահերթ մենք նման մեծ ներդրումների պայմաններում խրախուսելու ենք հայկական կապիտալը, հայաստանյան կապիտալը, փոքր հատված, այսինքն ընդհանուր բանակցությունների արդյունքում ինչ որ հատված թողնելով օտարերկրյա ներդրումների տեխնոլոգիաների առումով, բայց հիմնականում ինքը հիմնված է լինելու ազատ շուկայի վրա, քանի որ մեր ընդհանուր գաղափարախոսությունն է ազատությունը ու ազատ մարդն է պատասխանատու, ազատ մարդն է ստեղծագործ, այսինքն երբ որ պետական համակարգերն են որոշում առհասարակ մենք տեսել ենք սովետական միությունը ինչ հետընթաց գրանցեց ու դրան զուգահեռ
ազատ շուկայական հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակն են, որը որ բերում է բոլոր ոլորտների զարգացման, այսինքն հայտնագործություններ, նորարարություններ, դա ազատություններն են ծնում։ Ազատ մարդը, որ մարդը ազատ է, ինքը կարողանում է ստեղծագործել, ու դա դրսևորվում է բոլոր բնագավառներում, այսինքն եթե վերևից ներքև դրված չի ով ինչ անելու, պարզ օրինակ բերեմ, նկարիչը սկսելու ավելի ազատ ինքը ստեղծագործել։ Ֆիլմ նկարողը սկսելու ավելի ազատ ստեղծագործել, բնականաբար ունենալով պետության որոշակի ուղղություններ, խրախուսելի ուղղություններ, պայմանական, օրինակ ֆիլմ են նկարում հայի կերպարը ինչպիսի կերպար է, ու մենք չենք սահմանափակում, որ ինչ որ ձևի ներկայացնել, բայց մենք ասում ենք, օրինակ պետությունը կարող է խրախուսել, օժանդակել, երբ որ հայի կերպարը լավն է ներկայացվում։ Այսինքն այնպիսին ինչպիսին որ հայի կա, ոչ թե այսօրվա օրինակ Armenia TV-ում նկարվող սերիալները կամ ֆիլմերը կամ այն դատարկ բաները, ու ազատությունները ծնելու են առաջընթացներ ու ի սկզբանե մեր առասպելաբանությունից սկսած այդ ազատությունները, ոնց որ հիմքը ուրիշ առասպելներ, օրինակ ոնց է ինչ որ ազգ հիմնադրվում է կամ էպոսը կամ նման պատմություններ, հիմնա պայքարողները դառնում են թագավոր։ Մեր մոտ սենց է, Հայկ Նահապետը ազատեց հայ ժողովրդին, բոլորով ազատ սկսեցին ապրել։ Չհռչակեցին Հայկ Նահապետին թագավոր։ Սասունցի Դավիթը գնաց, կռվեց, ազատեց ժողովրդին, որ բոլորով կարողանան ազատ ապրել, ստեղծագործել, ազատ շնչել։ Հենց այս փիլիսոփայությունն է հիմքում, որ ազատ հարաբերությունները դրանք լավագույն տարբերակն են տնտեսության զարգացման։ Ես մի քիչ ուղղակի բանը, ես մի քիչ այդ իրանց տնտեսական ազատականությունից մի քիչ իհարկե զգուշանում եմ, բայց Համլետս իրանք քանորդ այդ շատ sense լավ իրար այդ լեզու են գտնում, չեմ խառնվում, բայց այս ընդհանուր որ մասից ասած այդ ազատության գաղափարը համենայն դեպս տնտեսությունը դեռ մի կողմ թողած եմ ասում, ես չեմ սիրում մտնել ոլորտներ, որոնք իմը չեն։ Այո, մեր համար մենք նաև ունենք sense մի հատ փոքրիկ խումբ, որը դեռ կայացման փուլում է, պայմանական կոչում են գաղափարական լաբորատորիա, ինչի լաբորատորիա, որտեղ մի քիչ ուզում եք տարբեր մոտեցումները, որտեղ գաղափարական բաներ մշակվեն, ու որտեղ մեր այդ խմբի տղաների հետ ոնց որ հիմնական մշակման այդ հիմքում հենց Հայկ Նահապետի այդ բանն է դրված, կերպարն է դրված, որպես ազատության կերպար, որ հիմքում ազատությունն է, հայ ժողովրդի հիմքում ազատությունն է, բռնապետության դեմ պայքարն է, եւ այդ ազատությունը, իհարկե ազատությունը շատ լուրջ մեկնաբանված, ոչ թե տենց բան ձևերով, այդ ազատությունը, այո, ինքը որտեղ մենք երբ որ ասում ենք անկախություն, այստեղ մենակ արտաքին անկախության մասին չի կարող խոսք լինել, ներքուստ նաև պետք է հասարակությունը ազատ լինի, որպեսզի որ ազատ բառը բաց հին բան ունի, ազատ նշանակում է ազնվական իդեպս, այս մի քիչ ավելի բան պատմություն, էլի, ես անդադուսում շեշտեմ, որտեղ ազատությունը նաև շատ գռեհիկ մեկնաբանություններ ունի, բայց ազատ մարդու, պատասխանատու մարդու գաղափարը ոնց որ հա մեր գաղափարական բանին շատ մոտ է, այս էլ ավելացնում ու վերջ, որտեղ նաև երբ որ ասում ենք ազգային հեղափոխություն, այնա Արենն էլ կակրաս այդ բանից է, այդ խմբից է գաղափարական, հիմա ուղղակի զբաղված են դե բան են նկարահանում։ Ուրեմն երբ որ մենք ասում ենք ազգային հեղափոխություն, այս ուղղակի ես չուզեցա այսօր խորանալ, բայց ակունքները դրա մենք տեսնում ենք Միքայել Նալբանդյանի գաղափարախոսության մեջ, որը իրականում այդ հայկական հայերի որպես անկախ քաղաքական սուբյեկտ գաղափարի առաջինն էր այդ հին սերնդի մեջ, որտեղ իր ու նախորդ սերնդերի մեջ միշտ բան կա մեծ դադար կա այդ առումով անկախության գաղափարի եւ Միքայել Նալբանդյանի գաղափարները, եթե մի կողմ թողնենք դա ինչ որ իր ժամանակին բնորոշ են, այնտեղ երկրագործություն եւ այլն, հիմա բառացին չեմ ասում, հիմնական գաղափարը նա էր, որ ազգը, որը պայքարում է իր քաղաքական անկախության համար եւ հասնում է այդ արտաքին անկախության, եթե իր ներսում միաժամանակ չի կառուցում արդար եւ ազատ հարաբերություններ, ինքը անկախ չի լիարժեք, այսինքն այդ անկախությունը պետք է վերաբերվի նաեւ ներքին կյանքին։ Այդ մեր գաղափարի մեջ ազգային հեղափոխության ավելի խորքային եթե մեկնաբանենք այսօրվա կոնտեքստն մի կողմ թողած, նաեւ սա է մտնում, այսինքն հեղափոխություն, որովհետեւ եւ անկախություն եւ ներսում ազատություն եւ արդար հարաբերություններ։ Իհարկե մեր աշոտատերերն արդարություն բառը չի սիրում, հենց ես ասում եմ արդարություն, ինքը ասում է դու սոցիալիստ ես, ես ասում եմ մի օպ էլի արդարությունը հին բառ է եւ այլն, բայց ինքս դե չի, ես արխային ասում եմ։ Ես ուղղակի մի կարելի ասել որոշ չափով հարց ունեի, շատ լավ է որ խոսքը գնաց տնտեսության մասին, որովհետեւ տնտեսությունը կարևորագույն հզոր պետության կարևորագույն բաղադրիչներից մեկն է ժամանակակից աշխարհում
ու ես էլ այո որպես ազգայնական կողմ եմ ազատ մաքսիմալ ազատ տնտեսության, որովհետև տնտեսությունը այնպիսի ոլորտ է, որը չի կարող նորմալ զարգանալ, եթե ինչ-որ տենց մենք վերցնենք չէ սովետական մոդելի նման, բայց այստեղ ուղղակի հարց է առաջանում, դա պետք է լինի իմ կարծիքով ազատ տնտեսություն, այո, ազատ շուկա, բայց ոչ լիբերալ մոդելի, որովհետև լիբերալ հասկացողությունը ազատ շուկայի մի քիչ տարբերվում է իմ կարծիքով, որովհետև լիբերալ ու կոպիտ ասած այն մոդելը լիբերալիզմը, չէ, տնտեսական մեջ դա ոչ մի լավ բանի չի բերել, այսինքն կոպիտ ասած ունենալու ենք այն ինչ որ հիմա ունենք, այսինքն Մասիսը դա նշեց, որ լինելու է ինչ-որ վերահսկողություն, ինչ-որ բան լինելու է, ես ուզում եի դա ուղղակի էլի շեշտել, ես դա այդպես է, չէ լինելու, այսինքն ոչ Մասիսը ավելի մանրամասն կասի, կփորձեմ մի քանի բառով մանրամասնել, բայց քանի որ հատուկ դրան նվիրված, հենց տնտեսության նվիրված քննարկումներ ունենալու, ավելի հետաքրքրում են, ես վախենում եմ տնտեսությունը կարող է չի ավելի լավ է մենք թե հարկային մեխանիզմին ու մաքսային մեխանիզմին առհասարակ հետագայում կքննարկենք, որտեղ այս պայն պոպուլիստական կհնչի, երբ որ սկսենք մաքսայինից խոսալ, որտեղ գտնում ենք ԵԱՏՄ-ում ու չգիտենք դրանից դրատակից ոնց ենք դուրս գալու հետագայում, մաքսայինը մի կողմ ենք դնում, հարկային մեխանիզմները մշակվում են հիմա, որ ավելի վատ ապրող մարդկանց համար ինքը ավելի թեթև լինի, թեթևացված վիճակում լինեն ու առհասարակ որ կարող է տնտեսությունը զարգանալ, բայց նշեցիք, որ տնտեսությունը կարևոր ճյուղ է, տնտեսությունից առավել կարևորը պաշտպանությունը, որովհետև կապիտալը հասարակ փողը գնում է այնտեղ, որտեղ որ ապահով է։ Ոչ թե ապահովությունն է բերում, ոչ թե փողն է բերում լավ բանակի, այլ մարդունակ բանակ, իսկ մարդունակ բանակը դա զինվորն է, դա սպայակազմն է, դա հոգեբանությունն է, մարդունակ բանակը բերում է տնտեսության ապահովության։ Ինչի է օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տնտեսությունը զարգացած, որովհետև ունի 11-12 ավիակիր, ծովերում օվկիանոսներում իշխում է, ունի ամենաշատ ատոմային զենքը, ունի գիտության մեջ ներդրում է արել ռազմաարդյունաբերության ոլորտում, հզորացրել է բանակը, դրա համար համաշխարհային կապիտալը այնտեղ է տեղափոխվել։ Ունենանք ապահով երկիր, կարողանանք պաշտպանել ինչը որ ունենք, տնտեսությունը կսկսի զարգանալ։ Մեկը մյուսից բխող բաներ են։ Նաև երևի դա էլ ասես, Մասիս ջան, որ ամեն դեպքում մեր համար ոլորտներ կան, որոնք այդ տնտեսական շահից դուրս են, դա պարզ է։ Այդում օրինակ նաև հանքարդյունաբերության մասով, հանքարդյունաբերություն ու ենթակառուցվածքներ հասարակ օրինակ էլեկտրական ցանցերը։ Էլեկտրական ցանցերը բաժանված է երկու մասի՝ բաշխույց ցանցեր, բարձրավտ էլեկտրական ցանցեր ու մեկ էլ արտադրողները կան, էլեկտրաէներգիա արտադրողները։ Հիմա ինչքան էլ մենք փորձենք ասենք նոր ատոմայական կառուցենք, էլեկտրաէներգիայի խնդիրը կլուծվի, կախվածության խնդիրը կլուծվի, իրականում դա բաղադրիչներից մեկն է ու ամենաքիչ բաղադրիչը։ Մենք հիմնականում էլեկտրաէներգիա օրինակ տեղափոխության հարց ունենք, Երևան քաղաքով զբոսնելիս կտեսնենք ինչ անմխիթար վիճակում են գտնվում օրինակ մալուխները, գնացած, մաշված ու նույնիսկ եթե մենք ունենանք մեծ քանակի էլեկտրաէներգիա ու բոլորով փորձենք էլեկտրաէներգիայի անցում կատարել գազի փոխարեն, չեն կարողանա դրանից օգտվել, որովհետև համակարգը կպայթի։ 90-ականներին ինչ ձև ա եղել, երբ որ հովարային անջատումներ են։ Կհասնենք այդ օրվան, որ օրը 2-3 ժամ լույս կունենանք, դրա համար պետք է ցանցը փոխվի։ Երբ որ էլեկտրական ցանցերը հեծը այդ բաշխույց ցանցերը տրվել էր կառավարման ռուսական ընկերության, այնուհետև մեկ այլ ռուսական ընկերության հայկական ազգանունով Տաշիր գրուպին պարտավորությունն էր, որ ցանցը պետքա վերանորոգվել, վերազինվել։ Չի վերազինվել։ Մենք ասում ենք օտարերկրյա ներդրողների փոխարեն մենք կնախընտրենք հայ ներդրողներն, օրինակ ասենք ավելի քիչ առևտրով զբաղվեք, ավելի երկարաժամկետ ներդրումների մեջ ձեր փողը ծախսեք, պետությունը ձեզ այդ պարագայում կոժանդակի տեղի կապիտալի, ոչ թե դրսի, որովհետև հարկ եղած դեպքում տեղի կապիտալի հետ գործարքի գնալ, պայմանավորվել, ստիպել ինչ-որ մի բան անել ավելի հեշտ է, քան այն մարդկանց, ում դու չես էլ տեսնում։ Ուղղակի այստեղ կառավարում են, չգիտես, ամեն դեպքում իսկը որ այտենց բան անենք, մեր համար բարձր որ իհարկե քաղաքականությունը տնտեսությունից բարձր է, ի վերջո ազգային քաղաքականությունը որոշողն է, տնտեսությունը ազատ է, բայց քաղաքականը իհարկե ավելի բարձր ոլորտ է եւ քաղաքականությունն է
ղեկավարում, ստեղծում միջավայր, հա, այլ ոչ թե տնտեսությունն է ստեղծում քաղաքականություն։ Այդ իմաստով եւ լիբերալիզմի եւ մարքսիզմի մոտեցումներից կարծեմ տարբեր է, որտեղ այնտեղ տնտեսությունն է հիմքում, երկուսի հիմքում էլ տնտեսությունն է։ Պետությունը պետք է ուղղակի ոնց որ արբիտրի դեր կատարի, այսինքն օրենքները սահմանի, կանոնը պահի, այսինքն չլինի օրենքը մեկի համար գրված, այլ մյուսին հալածելու համար գրված։ Այլ հավասար պայմաններ, հավասար միջավայր այդ ժամանակ սենց ասեմ, մեր ազգը գնում է բոլոր աշխարհի բոլոր երկրներում կարողանում է կայանալ, ստեղծել, երբ որ պայմաններ կան։ Հայաստանում չի կարողանում կայանալ, որովհետև Հայաստանում անհարմար է պայմանները հայ ազգի համար։ Պետք է ուղղակի այդ պայմանները միջավայր ստեղծել։ Մնացածը ինքնաբերաբար ստացվելու է։ Ու համար մեկը պաշտպանությունը դե անքննելի բան է։ Դե բոլորից էլ առանձին կխոսենք։ Էլի կան կարծիքներ, հարցեր, չգիտեմ, որտե ասենք ազատ զրույցի ուղղակի։ Սխալի։ Ասա, Ինչ որ արևմուտքի հետ ինչ որ տենց դաշինք բան ՆԱՏՕ բանակի կարծիքը ձեր էլի, նախ ամեն դեպքում իհարկե այդ արտաքին քաղաքական հարցերը մի բանով չէ դա նույնիսկ իստում ավելի բանով կներկայացնենք, հա, կարճ կպատասխանենք, բայց նայ, քանի որ ամեն դեպքում կոնցեպտուալ հարց է, լավ կլինի մեր առանձին բան անենք, հա, ինչ վերաբերում մեր դիրքորոշումը հստակ Հայաստանը կենտրոն, այսինքն այս հարցում մեր համար շատ սկզբունքային է, մենք չենք ընդունում որևէ կողմնորոշում արտաքին գաղափարը իսկ ոչ թե չենք ընդունում հարաբերությունների դաշինքների եւ այլն, այլ գաղափարը, որ դու կարող ես ներկայանաս, ասես ես ունեմ արտաքին կողմնորոշում եւ Նժդեհն էլ ունի մի ամբողջ հատված դրան նվիրված այդ բանի այդ օրիենտացիոն քաղաքականության ընդհանրապես բանի մասին էլի աբսուրդի մասին կողմնորոշում արտաքին իմ կարծիքով չպետք է լինի, մենք չունենք, մենք սա հստակ ենք։ Հիմա իհարկե այս փուլում մենք հասկանում ենք, որ հետո արևմուտքը այսօր նա ճիշտ ենք, ախր արևմուտքը ասած է ով է այսօր։ Ամերիկան է արևմուտքը, Եվրոպան է արևմուտքը, արդեն պարզ չի։ Ասենք շատ բան է էլի, հիմա շատ ու այստեղ նաև այդ Եվրոպան ինքը որպես գեոպոլիտիկ սուբյեկտ բացարձակ այսօր չի բոլորս հասկանում, չկա որպես գեոպոլիտիկ սուբյեկտ 45 թվականից հետո։ Հենց ամբողջ իմաստերն է, որ Եվրոպան կա որպես տնտեսական սուբյեկտ, կա որպես, չգիտեմ, բայց գեոպոլիտիկ սուբյեկտ Ամերիկայի, նախկին սովետական միության, Չինաստանի թեկուզ մասշտաբի ինքը չի։ Այս նույն մասի ասած ավիակերներից սկսած մինչև մնացած։ Այսինքն այս շատ լուրջ հարց է։ Հիմա մենք այդ հարցը որ դնում ենք արևմուտք, մի տարի առաջ լրիվ մի բան կարող ենք խոսել, հիմա լրիվ ուրիշ բան պետք է խոսել։ Եվ Ամերիկայի քաղաքականությունն ինչ էվոլյուցիա կապրի, ոչ մեկ չգիտի, ես ոչ մեկ չգիտի։ Հիմա աշխարհակարգ է փոխվում։ Ու դրա համար ես կուզեի որ լավ մանրամասն այս թեման մի հատ առանձին խոսենք։ Բայց էլ ասում մեր սկզբունքային կողմնորոշումն մենք չունենք, բնականաբար ասենք կոնկրետ իրավիճակում ոնց որ հիմա եթե մենք տեսնում ենք որ այո դաշնակցային հարաբերություններ արևմտյան երկրների հետ, այո, բայց այստեղ էլի հարցը գալիս է հետևել, որպեսզի դու դաշնակից լինես, նախ դու ինքդ սուբյեկտ պետք է լինես։ Հիմա Հայաստանը սուբյեկտ չի, ամբողջ հարցերն է, որ այսօր ենք մենք շուտ կրկնում, ինչ լինի աշխարհում Հայաստանի վատ։ Հասկանում ես, ինչ լինի, որովհետև երբ որ դու սուբյեկտ ես, քեզ ամեն ինչ վատ է։ Ասենք կոպիտ ասած ռուսները փլվեն, թուրքերը մտնեն, վատ է։ Ռուսները ուժեղանան, գան քեզ գրավեն, վատ է։ Ամերիկան փլվի, վատ է։ Ամերիկան ուժեղանա, կարող է վատ լինի։ Սա վատ է, որովհետև դու սուբյեկտ պետք է լինես։ Հա, եթե Հայաստանը այսօր սուբյեկտ լիներ, 2020 թվականի սուբյեկտներ, ես օրինակ այս միտքնել եմ շատ ասում, որ ես վստահ եմ, որ եվրոպական պետություններից կներ Արցախի անկախության ճանաչում։ Դրա նշանները ակնհայտ կային։ Բայց դրա համար դու պետք է կռվեիր։ Հիմա չկռվեցիր, եկել են քեզ նույն արևմուտքը ասում է դե պետք է ճանաչես Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, մենք ասում ամբողջ աշխարհը մեր դեմ է։ Ամբողջ աշխարհը մեր դեմ չէ այդ սա, ամբողջ աշխարհը բոլոր հարցերում միշտ ամեն ինչի շուրջ վիճում են, այդ մենակ այդ Ղարաբաղի հարցում են միշտ կոնսենսուսի գալիս, այդ ինչ է քեթը։ Ահա դու չկռվեցիր, մարդիկ ասում են, դե ուրեմն պետք չէ ես մարդկանց դա, որովհետև եթե դու չես կռվում, դասի հայց ասում ուրեմն պետք չի։ Պետք չի, գալիս ասում է դե գնա, որպեսզի ես ռուսների հարցը լուծենք, գնա մի հատ այդ Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի կազմում։ Սենց է էլի հիմա ռասկլադ։ Ու բան, այսինքն էլ եմ ասում, քեզնից պետք է ամեն ինչ սկսի։ Ու ես կարծում եմ մեր համար բոլորի համար բարձր է։ Ես մի երկու բան էլի սրա հետ կապված ավելացնեմ, նախ հայաստանյան քաղաքական դաշտում ստեղծել է մի իրավիճակ, որ արտաքին հարաբերությունները զգացմունքների նման բան են դարձրել։ Այսինքն սիրելով են ինչ որ մեկին, ասենք, սիրում եմ, ես ինչի։
Չէ, դեն չի լինում, այսինքն ինքը պետքա պրագմատիկ լինի, հաշվարկված ու իմ շահ քո շահ հարաբերություններ։ Մենք քանի որ մարտական եղբայրությունը չի մասնակցել որևիցե արտաքին բանակցությունների, մենք չգիտենք արտաքին ազդակներ, կարող ենք վերլուծենք ինչ ազդակներ կան, բայց հստակ դիրքորոշումներ հայտնելու համար պետք է հասկանաս ով ինչը առաջարկում է, առաջի հերթին։ Երկրորդը որ հենց Արցախի հարցով օրինակ շատ եք լսել, չէ՞, առաջին նախագահան երբ որ ասում է Արցախի հարցում մեզ դաշնակիցներ չունենք։ Իրականում սենց է։ Հիմա Փաշինյանը հայտարարել է որ պատրաստ է ԵՀԿ Միսկի խումբը լուծարի, Ալիևը պահանջում է դա լուծարելը, չի լուծարում։ Ռուսներն են պահանջում, ոչ ուղղակի ձևով, հիմա չի լուծարվում։ Անդամներից մեկի դեմ լինելու պարագայում այդ խումբը չի լուծարում։ Հետևաբար ինքը ինչի մասն էր, Արցախի մասին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ է հայերի ընդամենալու հետ կապված։ Այդ խումբը չի լուծարում, նշանակում է մենք դաշնակիցներ ունենք այս հարցում։ Ինչի չի գործում այդ դաշնակցությունը, որովհետև տեղից պատասխան չկա, այսինքն Հայաստանը սուբյեկտ չի, Հայաստանը վերաբերում է Իսպանիան որպես օբյեկտ, որը կարող վերածվի սուբյեկտի, երբ որ լինի Հայաստանում ազգային իշխանություն։ Միջազգային իրավունքի սուբյեկտ է Հայաստանը։ Գրված է այդպես։ Միջազգային իրավունքի սուբյեկտ գրված է։ Այս պահին գործողությունները, դե դեմ ասում, գործողություններով մենք արդեն վեր ենք կացվել օբյեկտի։ Կարող ենք հետ վերածվել, երբ որ այսպես ամեն մեկը մտածի, որ ինքը մենակ չի, Հայաստանում բավականաչափ ազգային մտածող մարդիկ կան, ուղղակի պետքա սերիկաների դեմ լավ մարդկանցով համախմբված լինենք, լավ մարդկանցով իրար կողքի կանգնենք։ Լավ մարդկանց ես այդքանը չեմ հավատում, ճիշտ ասած։ Ես Ես ասել եմ մարդկանցով, չէ, լավ մարդիկը տենց լավ բան չի։ Քաղաքական չի էլի, հա։ Անկախականներով պետքա համախմբված լինենք, որ պայքարը առաջ տանենք։ Չէ, պետք չի ամբողջ ժողովուրդն էլ միաբանված այդ լավ բջիջները դուրս կան ասել մենք անկախության կողմնակից ենք։ Անկախությանը հավատարիմ ենք, մենք պահում ենք, չենք թողում, որ այս հանձնողները անկախությունը հանձնեն։ Կոմունիստներին պետքա Դե կոմունիստներ եղած չեղած մի երկու հոգի կոմունիստ է մնացել։ Նեոբոլշևիկները ավելի վտանգավոր են, բարև ցա վտանգ ոնց ես։ Չէ։ Դե շոբա իրանց կարծիքով նեոբոլշևիզմն է, Էլի կան ժողովուրդ ինչ որ ցանկություններ։ Ասա իհարկե Արեջան։ Կնես դու կարող Վանաձորից ես։ Չէ, ես Գյումրեցի եմ։ Լավ։ Այս դժվար եւ զգացմունքային դիվանագիտական վիճակում մենք կարող ենք տեսնել որևէ պոտենցիալ դաշնակիցներ, թե ներկայապայն պետք է ուղղակի կենտրոնալ մեր վրա եւ հետո արդեն այդ գործով զբաղվել։ Չէ, վստահ եմ, իհարկե դաշնակիցներ կարող են։ Ուղղակի էլի նույն բանն եմ ասել։ Նույն այդ ոչելի պատմությունն է։ Դու սուբյեկտի վերածվի, դաշնակիցները անպայման կգտնվեն։ Հիմա էլ չէ, ասենք տեսեք, հիմա նույնիսկ մենք ոչ մի բան մեծաշով չենք անում։ Օրինակի համար այդ նույն Միչանսկի հարցը ոնց է լինում, որ չեն կարողանում հօգուտ իրաց լուծել, չնայած եւ Ռուսաստան, եւ Թուրքիա, եւ Ադրբեջան այդ թեմայի մեջ են։ Ակնհայտ է հիմա երևի արդեն չէ, ասենք էլ ապացուցելու կարիք չէ, որ այդ իրենքն էլ այդ թեմայի մեջ է։ Բայց ինչ ովքեր են, որ այդ Հայաստանի ուժը չի, ցավոք սրտի, որ չի թողնում։ Այսինքն եւ Ամերիկանը դեմ եղել դրան, եւ Պարսկաստանը ամեն մեկը իր բանից տեսանքից եւ հստակ դրել են հարցը անցած տարվա սեպտեմբերին էլ Պարսկաստանը ընդ որում հետաքրքիր որ իրանք ուղիղ ռուսներին էին արդեն ասում։ Էլ ադրբեջանցիներն չէին ասում պարսիկները։ Ուղիղ ռուսներին սիգնալը ուղարկում էին, ասում են հանկարծ թե ոչ մի տես բան չի ներ։ Այսինքն նույնիսկ երբ որ դու մեծաշով ոչինչ չես անում եւ ոչինչ չես ներկայացնում, նույնիսկ այդ պարագայում, բարձա դա հիմա չասեմ, հա իրան շահերից ելնելով բան է հասկանալի է, բայց այդ պետությունները անում են եւ ինչ դու արդեն ըստ էության ունես իդեմս իրանց դաշնակիցներ։ Եթե դու լինես ավելի ուժեղ, եթե դու իզորու լինես ուժին ուժով պատասխանելու նորից ինչպես նորմալ պետությանը վայելա։ Հիմա գիտեք ինչ է բան, որտեղ հիմա որ ասում ես ուժով ուժին պատասխանել, նրանց քեսում են դու էքստրեմիստ ես։ Այդեր ցավոք պետության իմաստը է նա, որ ինքը կարող է ուժին ուժով պատասխանել, պետությունը որ չի կարող ուժին ուժով պատասխանել, ինքը պետություն չի, դա էքստրեմիզմ չի, դա նորմա է, ասենց ասած պետությունների դեպքում։ Հա բնական է, որ այդ դաշնակիցները պոտենցիալ նախ էլ ավելի հետդ կարող են սերտանալ, էլ ավելի շատ բան իրար հետ կարող են եւ կարող են դաշնակիցներ գտնես։
Դաշնակից չունենալը դա էլ դա իմիջիայլ լուրջ քարոզչություն է նաև միշտ տարվել, որ մենք չունենք դաշնակիցներ, բան, այդ կներեք պրիմիտիվ ռուսական քարոզչությունն է, որ այստեղ մեր քաղաքական գործիչներն են տարել։ Ես չեմ ուզում ամեն ինչը տենց ռուսական բանով կապել, այդ չի հարցը, դա շատ պրիմիտիվ ձև է, էլի քարոզչության ասել, որ չունի դա էլի նույն պատմագիտությանը գա։ Պատմագիտությամբ էլա չէ դա դաստիարակվել հայ ժողովրդի մեջ, որ այ բոլորը մեզ տենց եկանք գցեցին, մենք դաշնակից չունենք դրա համար, սա պրիմիտիվ կոնցեպցիա, որ դու դրան հավատաս, նույն այդ Ղարաբաղի հարցում մենք չունենք դաշնակիցներ, բան է, ասենք քարոզչությունը, այդպես չի կարող լինել, չի կարող որևէ ժողով, տենց այդ ինչ կորած վիճակ լինի, որ այս լեն ու բոլոր աշխարհում դաշնակից չգտնես, որովհետև միշտ ինչ որ մի կետում, ինչ որ մեկի հետ քո շահերը կհամընկնեն։ Միշտ ուժեղը ունենում է անգերներ։ Հետո ամենրակ կյանքում ուժեղ մարդը ունենում է, չէ՞, ընկեր, կա ուժեղ մարդ, որ ընկեր չի ունեն։ Չի լինում, դա ուժեղ մարդը ուզում է քո հետ ընկերություն անեն։ Չեմ ասում սուպերմեն ես նույնիսկ, սովորական թե ասեմ, մի քիչ ուժեղ տղաս էլի կամ աղջիկ ես։ Այդտեղ շուրջ է։ Այսինքն պետք է ձեռք բերել երկաթե գտալը Քրիմյան հայրիկի Հա, այլ ամենապրիմիտիվ ձևով, այո, հա։ Ամենանվազագույն մակարդակը։ Դե առանց դրա չէ, ուժային գործոնի պետք է վերածվի հայ ժողովուրդը նորից, այսինքն ուժային գործոնը ինչա, որ երբ որ քեզ ուժային սպառնալիքով փորձում են պարտադրել ինչ-որ բան, պետք է իմանա, որ դու էլ կարաս ուժով պատասխանես։ Դրանից սկսվում է պետությունը։ Այդքան բան։ Եվ այս թեմայի շուրջ վերջին հարցը, Ասում ինչպիսի օրինակներ այլ երկրներից կարող ենք վերցնել, որպեսզի մեզնով անենք եւ հենց այդ երկաթե գտալը ձեռք բերենք։ Ախ օրինակներ ինքնես մեզնից կարող ենք վերցնել սկզբի համար, որովհետև մենք գոնե իմ սերունդը տեսել է 88 թվականի շարժում, որտեղ մենք սկսել ենք շատ ավելի վատ կետից, մենք չենք ունեցել բանակ, ոչ մենք չենք ունեցել բանակ, պաշտպանություն, նույնիսկ պատկերացում չի եղել, օրինակ 88 թվի, 89 թվի, նույնիսկ 90 թվի, որ պետք է եւ կարող է լինել հայկական բանակ։ Ես օրինակ հիշում եմ, ես 14 տարեկան եմ 90 թվին եւ ավտոբուսի մեջ երկու մեծ տես ջաջաներ խոսում էին, ասում լսել ես խելքները հասների հետ ընկեր, հայկական բանակ են ուզում ստեղծել։ Այդքան էկզոտիկ գաղափար դա դեռ 90 թվին։ Եվ այդ փուլերով մենք անցել ենք եւ ոնց ա եղել, որ այդ դրան հասել ենք, որտեղ եղել են կոտորածներ, եղել են ջարդեր, ստիպված դու ուրիշ տարբերակ չես ունեցել, քան անցնել ինքնապաշտպանության, դառնալ նորից ուժ։ Եվ դա շատ զարմանալի էր, որովհետև մեր սերունդն է դպրոցում դաստիարակվել է, դե մենք խեղճ ազգ ենք, մեզ անդադ կոտորել են, եկել են, գրավել են, խլել են, Հայաստանը միշտ փոքրացել է, քարտեզնայինը միշտ փոքրանում է, եւ ինչ որ մենք տեսանք, ես ինչու՞ր նեք մինչև հիմա չեմ կարող հաշտվել այս իրավիճակից, որովհետև տեսել եմ ոնց է այդ խեղճությունը վերածվում լրիվ ուրիշ զգացողության, ու դու այդ զգացողությունը չես կարող մոռանալ, մանավանդ երբ որ ասենք այդ տարիքի դպրոցական տարիքի տղա ես, քեզ չի ուզում, լավ, ասենց ասեմ, էլի որ դու դες խեղճ ազգից ես։ Ոչ մեկ չի կարող դուրս գա։ Եվ երբ որ օրինակ ես հիշում եմ մերոնք մտան Աղդամ, մերոնք մտան Քելբաջար, դա այդ զգացողությունն էր զարմանքը, որ ոնց, այսինքն մենք էլ կարանք մտնենք իրանց քաղաքներ, սենց էլ է լինում, դա լրիվ ուրիշ բան արտնացեց, լրիվ ուրիշ հոգեբացություն։ Ինձ թվում էր, որ դա ամրապնդվել է, բայց պարզվեց չէ։ Հիմա ուզում ասեմ, այդ փուլերը մենք անցել ենք եւ շատ ավելի վատ վիճակից եւ երբ որ հիմա ասում են ռեսուրսներ, բանալ, այն ժամանակ միշտ էլ ադրբեջանցիք մեզնից շատ են եղել, մեզնից ավելի շատ փող են ունեցել, մեզնից ավելի շատ զենք են ունեցել, ամեն ինչ էլ ունեցել են։ Այսինքն մենք այդ քո ասած այդ երկաթե գտալը ստեղծել ենք, կյանքը ստիպել է, ստեղծել ենք։ Ուրիշ լիք օրինակներ կան, ցանկացած ժողովրդի պատմության մեջ, ասենք ամերիկացիները ոնց են իրաց անկախությունը ձեռք բերել։ Ասենք ազգային անկախական ազատագրական պայքար, չէ՞, Ջորջ Վաշինգտոնը ստեցան բան է, ժողովրդական զորքի առաջնորդ որպես ու չպատկասնենք, չէ՞ որ շատ հեշտ էր բրիտանական կայսրության դեմ ապստամբություն բարձրացնել, կռվել ու հասնել։ Հիմա աշխարհի ամենահզոր պետությունն է։ Ես միշտ սիրում եմ ամենասիրվածս երևի օրինակներից է վերջի տարիներին Մուստաֆա Քեմալի օրինակը, որ մենք այո, մենք պետք է սովորենք, որովհետև Մուստաֆա Քեմալը ֆանտաստիկ լավ օրինակ է, երբ որ մի պետություն, որը ոչ միայն ուղղակի պարտված էր 4 տարի առաջին համաշխարհային պատերազմ, դա պատկերացրեք ինչ է, 44 օրյա պատերազմ, մենք ասում 4 տարի համաշխարհային պատերազմ, դրանք ինչ կարգի զոհեր են, նորմալ թույլ պետության համար բավականին։ 1 միլիոն մենակ դասալիկ կար Թուրքիայով մեկ սփռված սարերով, ձորերով, սով, տնտեսությունը ոչնչացված, երկիրը գոյություն չունեցող, երկրի մայրաքաղաքում Ստամբուլն էր այն ժամանակ թշնամին նստած, անգլիացիները զորքով,
19 թիվ ոչ մի այդ որ հետո դաշնակից եղան ռուսներ մուսներ այդքան բոլշևիկներ իրանք են կիսամեռ վիճակում 19 թվին քեզ քո կառավարությունը ուղարկում է գավառ Սեբաստիա ասում է անդե պետք է գնաս ընդ ինչ որ բաներ կան պետք է մի խոսքով զինաթափ է ժողովրդին զենքը հավաքես եւ ամբողջ աշխարհը քո դեմ է եւ այսպես որ միջազգային հանրությունը ամենաուժեղ պետությունը քեզ ասում է մի խոսքով այս հողերը պետք է տաս հայերին սրանք պետք է տաս հույներին եւ Մուստաֆա Քեմալը հասնում է տեղ եւ փոխանակ զինաթափի ասում է չէ ոչ մի բան է մենք չենք տալու այս մեր Թուրքիայի տարածքն է ու այդ ժամանակ ինքը ռեալ գժի կարգավիճակում էր որտեղ ասենք ինչ է նշանակում նույնիսկ քո կառավարությունը քո հետ չի երկիրը քո հետ չի զորք չկա ժողովուրդ չկա ամբողջ աշխարհը քո դեմ է դաշնակից չկա դու ասում ես այս հողերը չենք տալու հայերին ինքը դա իրան նաև բանը ձերբակալու հրաման տվեց ինքը ապստամբ էր համարվում իր երկին հետո իր երկրի կառավարությունն է ստորագրում Սևրի պայմանագիրը Թուրքիան ստորագրել է Սևրի պայմանագիրը ճիշտ է չի վավերացրել բայց ստորագրել է եւ հետո երբ որ ինքը սկսեց այդ կռիվը առաջինը ֆրանսիացիների դեմ սկսեց կիլիկան հետո հայտնվեցին ռուսները ասին էս ինչ լավ տղա ես դու բայց մի տարի կռվել է մինչեւ այդ ինքը ասեցին այս դու էլ մեզ պետք է արի մենք քեզ փողել կտանք զենքել կտանք որտեղ մենք ենք կռվում ես սրանց դեմ դու ես կռվում սրանց դեմ վերջ եւ հենց որ ռուսական ոսկին ու զենքը հասավ 20 թվականի սեպտեմբերին Քեմալին մի շաբաթ անց Հայաստանի վրա հարցակումը սկսեց Օրջոնիկի դնել անձամբ գնաց այդսա փոխանցեց ուզում ասեմ դա էլ օրինակ օրինակ դրանից օրինակ կա ոչ մի բանի 0-ից ամենաանհավանական վիճակում թվացալ անհավանական մարդը ստա բայց եթե չհաջողվեր դա ասեին ավանտյուրիստներ ամբուշերից ինչ արեց Այդտենց էլ ալնում, որտեղ մի երբ որ բարձր ստավկա ես դնում, կարաս եւ կռվես, հա, բայց եթե բարձր ստավկա չես դնում, չես կռվում։ Սենց ասեմ։ Ավելի բան էլի։ Հետաքրքիր է, շնորհակալություն։ Խնդրեմ ցավոտ։ Վերջ։ Ճանաչո ժողովուրդ ջան, դե շնորհակալություն ոնց հասկացա։ Ապեքսա։ Դե հիմա տեսեք, մյուս անգամ եթե հետաքրքիր եկեք, մյուս 5 շաբթի չի